Բարի երեկո ընկերներ, եթե ինձ տեսնում եք, սլայդը տեսնում եք, ձայնս լսում եք, մի հատ պլյուսիկներ դրեք, որ ես հասկանամ, որ ամեն ինչ նորմալ է կապի հետ։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է, որովհետև մեր թիմը այն թիմերից է, որ աշխատում են on-line հարթակում ու որպեսզի կարողանանք ճիշտ գրաֆիկ կազմենք, բնականաբար պետք է իմանանք, թե ինչ համեցվեք 26 թվականին լիարժեք աշխատելու համար։ Շատ լավ, որ լսվում է, ուրեմն գնացինք առաջ։ Շնորհակալ եմ նախ երեկոն ինձ հետ անցկացնելու համար, այսօրվա թեման կարևոր թեմա է։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է նոր անդամներ բերել ու ինչպես անենք, որ այդ անդամներ բերել process-ը լինի ավելի արագ։ Տեսեք, իրականում այսօր այնպես չի, որ ես ինչ-որ կախարդական փայտիկ եմ ձեզ ցույց տալու կամ sense շարժում եմ անելու ու բոլորդ սկսելու եք հիանալի ռեկրուտինգով զբաղվել, ամենևին, բայց կան որոշակի նյուանսներ, որոնց տիրապետելով գործը ավելի կհեշտանա։ Դուք բոլորդ գիտեք, որ մենք նախկինում, երբ մենք Zoom էինք անում, ուսուցում էինք անում, մենք սովորում էինք, որ ռեկրուտինգը անելու համար պետք է որոշակի ժամանակահատված մտնել, Instagram, Facebook, լայքել, կոմենտ գրել X քանակությամբ մարդկանց եւ այլն եւ այլն։ Հա, կար մի ժամանակ, մանավանդ 2016-ից մինչեւ 20 ընկած թվականներին շատ լավ է տարբերակն աշխատում էր։ Հետո եկավ մեկ այլ տարբերակ, երբ մենք ապրանքը ներկայացնում էինք ուրեմն իր բոլոր կողմերով ու մարդիկ գալիս էին ապրանքի վրա։ Այդ էլ սկսեց շատ լավ աշխատել, բայց ճիշտ պետք է ասեմ, որ այն ինչը որ մենք անում ենք, շատ արագ համացանցում տարածում է գտնում ու բնականաբար, եթե մի բանն արդեն սկսում են շատ այդ տեխնիկան, երբ որ սկսում են արդեն շատ մարդիկ կիրառել ու երբ որ օրինակ, եթե մեր թիմում այդ նույն process-ն անում է 20 հոգի մարդ, իսկ մեկ այլ թիմում այդ նույն process-ն անում է 200 հոգի մարդ, բնականաբար 200 հոգու արձագանքն ավելի մեծ է լինում։ Հետևաբար, ինչ անել, որպեսզի լինել առաջիններից մեկը, ու որպեսզի կարողանալ մարդիկ հրավիրել ձեր թիմ։ Ես Հայաստանում այն եզակի մարդկանցից մեկն եմ, որ առաջ է բերել բիզնեսը բլոգինգի տարբերակով առաջ մղելու ձևը, որովհետև ինքը ամենաէֆեկտիվ տարբերակներից մեկն է։ Երբ դու ոչ մեկին, ոչ մի բան չես ստիպում, բայց մարդը գալի միանում է քեզ։ Ուրեմն տեսեք, Instagram-ը եւ Facebook-ի գովազդները երբ միացնում եք, իրանք ունեն ավտոմատ նամակներ։ Դուք կարող եք Instagram-ում ակտիվացնել, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր որ աշխատում են հենց Instagram-ում։ Ավտոմատ նամակների ձևը, երբ ամեն ձեզ հետևորդին, նոր ավելացող հետևորդին ավտոմատ կգնա նամակ։ Կարճ, պարզ, արժեքային հաղորդագրություն, թե ինչով եք դուք զբաղվում կամ ինչ եք դուք առաջարկում։ Այն ինչը որ դուք կգրեք այդտեղ, բնականաբար դա առաջին նամակն է, որը ձեզ ձեռքով չի գնում, այլ ավտոմատ է գնում, բայց նույն բանը պետք է լինի նաև story-ներով, այսինքն գրավիչ ձևով ներկայացվի։ Մի հատ մեծ առավելություն, որը որ արդեն իսկ Instagram-ը սկսել է կիրառել, դա այն է, որ էսթետիկ, սիրուն, սենց ճոխ ինչ-որ նկարներ, գույնի հետ բռնացրած տարբերակը, էլ չի աշխատում ընկերներ։ Instagram-ն էլ հասկացա, որ այդ ամեն ինչը fake է, սուտ է, մարդիկ տարածքներ են վարձում զուտ այդ նկարները ստանալու համար ու դա իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Հետևաբար այն վիդեոները, այն նկարները, որոնք որ կլինեն ավելի բնականից, ավելի սերտ շփման արդյունքում, ավելի պարզ, ավելի հասարակ, դրանք ավելի լավ են տարածվում, քան այն վիդեոները, որի վրա նստեք մտածեք, մազս ուղեմ խոսեմ, շորից գույն բռնացնեմ խոսեմ, մտածեմ ինչ տեքստ գրեմ նոր խոսեմ, սպոնտան նկարած բոլոր վիդեոները ավելի լավ են առաջ գնում։ Ու եթե դուք ուզում եք, որ ձեր էջը տեսանելի դառնա, փորձեք լինել, գիտեք ոնց, ոչ թե մտածեք, ոնց ներկայանաք հանրությանը, հա, արեք այնպես, ոնց որ դուք անում եք տանը ձեր առօրյայում։ Պետք չի դերասանություն անել։ Պետք է այդ պահին մտածել ես ինչ-որ մի բան վերցրու կամերան նկարի ու դա էլ հենց post-ի։ Դրանք ավելի մեծ ախվատներ են բերում ու ավելի շատ մարդու ուշադրություն է գրավում։ Ոչինչ, որ եթե դու առավոտյան արթնացել ես, դու շպարված չես։ Ոչինչ, որ եթե այդ պահին դու խոհանոցում ես ու գործ ես անում նկարում ես։ Վառ ապացույց
Այն, որ հիմա ես ձեր առջև նստած եմ, ինչպես տեսնում եք, երեկոյան առանց շպարի, այսպես ձեզ հետ ուսուցում եմ անցկացնում։ Ինչի, որովհետև եթե դուք ձեր մեջ այդ բարիերները չհաղթահարեցիք, էկրանից այն կողմ միանգամից երևում է, որ այս մարդը խնդիր ունի ու դա ցույց է տալի։ Դա ինչի, որ ինքը ներկայացնում է։ Ու հետո ինչա հասկացել ես վերջերս Instagram-ը, որ մարդուն պետքա հետաքրքրություն առաջացնի քո էջը ու ոչ թե պետքա դու ստիպես նրան, որ ինքը հետևի քեզ կամ ասես արի իմ թիմ, այլ դու ընդհանրապես պետքա կարողանաս այնպիսի իրավիճակ ստեղծես, երբ որ մարդը սկսի քեզ հարց տալ ու հարցերի միջոցով արդեն գնում է կապը պահպանելու process-ը։ Դու կարող ես թորիով ու ռիլ տարբերակով ցույց տալ, թե ինչն է փոխվել քո կյանքում ցանցայինով զբաղվելուց հետո։ Մեկը կարա ցույց տա իր նոր գնումները, այն մյուսը կարա ցույց տա իր ազատ ժամանակի ճիշտ ռացիոնալ օգտագործելը գումարի վերածելը, այն մյուսը կարա ցույց տա իր եկամտաբեր գնումները, այն մյուսը կարա ցույց տա, որ ինքը կարողանում է այս տարբերակով շատ լավ վաճառք կատարել։ Ամեն մեկը այն, ինչը որ ինքը ստացել է, որովհետև վերջին հաշվով, եթե մենք հիմա դիտարկենք, մենք մեզանից յուրաքանչյուրը ինքը իրն է, իրեն հարմար ինչ-որ բանն է գտել այս բիզնեսում։ Եթե ինչ-որ մեկն եկել է գումարի համար, մեկն եկել է ազատության համար, մեկն եկել է որակյալ պրոդուկտի համար, մեկն եկել է ուղղակի շատ մեծ ծավալով առևտուր անելու համար, ու դա լրիվ նորմալ է։ Բայց ձեր օրինակով, եթե դուք դա ցույց տաք, ոչ թե 4 ցամաք տեքստերով ու նկարներով, դա ավելի մեծ տարածում է գտնելու։ Ու շատ լավ կլինի, եթե ներկայացվեն կարճ պատմություններ, առանց երկար վերլուծությունների, բայց այնպես, որ արդյունքը տեսանելի լինի։ Ու շատ մի հասած էֆեկտիվ բան ասեմ ձեզ, եթե դուք ռիլ եք տեղադրում, այդ ռիլի հետ կապված թորիում պարտադիր ինչ-որ մի խայծ, ինչ-որ մի բան պետք է լինի, որ մարդը թորից հետո գնա ու ռիլում տեսնի այդ ամեն ինչը։ Օրինակը, այստեղ ես նշել եմ, դուք կարող եք էջերը սլայդի սկրին անել, որպեսզի հետո հարցերի դեպքում նայեք ու բնականաբար չաթում նաև գրեք ձեր հարցերը։ Գնացինք առաջ։ Ինչպես պետք է մտնենք մարդու հետ կոնտակտի։ Գիտեք, հարցերը պետք է լինեն ոնց ենք, երբ մենք երկու ընկերուհիներով նստում ենք սուրճ խմելու ու սկսում ենք քննարկումներ իրականացնել։ Ինչ որ մի բանից ենք խոսում, մի կրեմից ենք խոսում, մազի որակից ենք խոսում, չէ՞։ Թեմայից թեմա է բացվում։ Նույնը պետք է լինի նաև սոցհարթակներում, այսինքն հարցը պետք է լինի հետաքրքիր, պարզ, արժեք ստեղծող, ոչ թե արի իմ թիմ ես քեզ սա կտամ, ուզում ես սա, արի ես կպատվիրեմ, կբերեմ։ Մի քանի կանոն եմ առանձնացրել, որպեսզի ձեզ էլ հեշտ լինի այս ամեն ինչը կազմակերպելը։ Ուրեմն դուք կարող եք հստակ ասել ձեր ուղերձը ինչու՞մ է ուղղված։ Եթե դուք մի տեքստի մեջ գրում եք 2-3 հարց միանգամից, մարդը արդեն չգիտի որ մեկին պատասխանի։ Ես միշտ նշում եմ, ձեր նախադասությունը պետք է ավարտվի հարցով։ Անընդհատ այնպես լինի, որ խոսքից խոսք բացվի։ Դա թույլ է տալի, որպեսզի դուք նախ կարողանաք մտերմանալ, կոնտակտ հաստատվի, ու հետո երբ դուք արդեն 4-5 նամակ խոսում եք, այդ մարդը հետո սկսում է ձեզ ավելի լավ հետևել։ Ավելի մեծ է հավանականությունը, որ նա կմիանա ձեր թիմին, քան այն մարդը, որ օրինակ գրել է, ես ուզում եմ միանամ ձեր թիմին, ինձ կներկայացնեք, դուք այսպես 4 ցամաք ներկայացրեցիք, ինչա, ու առանց հարց տալու փակում ես։ Իհարկե լինում են դեպքեր, երբ դու վերջում հարցնես մեզ, եթե կցանկանաք կամ եթե ունեք հարցեր, ինձ կարող եք գրել, էլի չեն գրում։ Okay այդ ամեն ինչը, բայց երբ դա լինում է անընդհատ, երբ դու անընդհատ ուղակի կոպիտ ասած համակարգի նման տալիս ես ինֆորմացիա, զուտ այդ ինֆորմացիան տալու համար, բնականաբար արդյունք չի լինելու։ Չի լինելու այն դեպքում արդյունք, երբ խոսակցություն սկսում է առանց բարևի կամ մենակ բարև կամ երբ անընդհատ դու տալիս ես այդ մարդու անունը, չեք հավատա, բայց իմ դեպքում էլ ասեմ, եթե մի նախադասության մեջ իմ անունը 4 անգամ նշվում է, իմ նյարդերն էլ է տեղիք տալի այդ ամեն ինչից։ Որովհետև ամեն դեպքում մենք այսօր մի ժամանակաշրջանի մեջ ենք ապրում ընկերներ, որ չգիտեմ ոնց ստացվեց այսպես, բայց ժամանակը սկսեց արդեն շատ արագ գնալ ու մեզանից յուրաքանչյուրը ծր ժամանակի հետ վազում է։ Ու շատ ժամանակ մենք անգամ չենք ուզում հեռախոսը զանգին պատասխանել, ուր մնաց թե երկար բարակ տեքստեր կարդանք, այլ չեմ խոսում ձայնայինների մասին, որը որ
Մինչև չհարցնեք դիմացինը պատրաստ է ձեր ձայնայինը լսել, ով ուզում է լինի, ձայնային չենք ուղարկում ընկերներ։ Դուք ձայնայինով կարաք աշխատեք, ձայնայինը շատ լավ տարբերակ է, այդքան էլ ճիշտ, բայց այն դեպքում, եթե դիմացինը պատրաստ է լսել ձեր ձայնայինները, ես չեմ կարողանում ինքսին վրա բերեմ օրինակը լսել ձայնայինները, որոնք որ 1 րոպեից ավել են, ու էլ չասեմ, որ մենք դա x2-ի տակ ենք լսում։ Պատկերացնում եք, չէ, ինչա կատարվում մեր ուղեղի հետ։ Ու շատ կարևոր է, որ օգտագործվեն բաց հարցեր, ոչ թե այնպիսի հարց, որ պատասխանը կենթադրի այո կամ ոչ։ Ու բնականաբար վաճառքային լեզվից, մարքեթինգային տերմիններից ոչ ոք չենք խոսում։ Ոչ մեկին հետաքրքիր չի ոչ ձեր մարքեթինգ պլանը, ոչ ձեր հաջողության սանդղակը, ոչ ձեր կլասիֆիկացիաները, ոչ բոնուսները, իրանք չեն հասկանում, даже VIP ասված իրանք շատ ժամանակ չեն հասկանում։ Որքան հնարավոր է պարզ հասկանալի, ել եմ կրկնում, ինչքան լինեք բնական, այդքան ավելի մեծ է լինելու հավանականությունը ու ավելի հեշտ է լինելու, որ մարդը ձեզ կհավատա, որովհետև այդ սիրուն, սարքած կերպարներից բոլորը արդեն հոգնել են ու հոգնել են անդադ տեսնելու այդ չակերտավոր էսթետիկա կոչվածը, որովհետև մարդիկ մտածում են, որ տես այս մարդը նկարվել է գրասենյակում, համակարգչի առաջ, ես այս հնարավորությունները չունեմ, ուրեմն այս աշխատանքը ինձ համար չի։ Բայց սուտը, թե կայացման ճանապարհին մենք բոլորս ի սկզբանե այդպես ենք աշխատել։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզանից շատերը, ես դեպքեր գիտեմ, երբ որ այդ աղջիկը պատվեր հավաքելու համար ստիպված է եղել դրան ետևում մի աթոռակ դնի ու նստի դրա վրա նոթբուքը դնի ծնկներին ու պատվերը հավաքի, չի եղել այն լայն հնարավորությունը, որը այս դեպքում կարա գնա գրասենյակում նկարվի։ Հետևաբար պետք չի ցույց տալ բաներ, որոնք որ այդ պահին ձեր կյանքում չկան։ Ինչ թեմաներ ընտրենք ներգրավելու համար մարդկանց։ Ասեմ ձեզ, այսօր շատ լավ աշխատում է լայֆհաքները, շատ լավ աշխատում է խոհանոցային թեմաները, շատ լավ աշխատում է, երբ դուք կարողանում եք կպնեք մարդու ցավոտ կետին, ու այդ ցավոտ կետը, եթե ձեր ցավոտ կետը համընկնում է այդ մարդու ցավոտ կետի հետ, իմացեք, որ դուք այդ մարդու սրտի մեջ մի հատ լավ տեղ ունեք։ Ինչ պետք է անեք, որպեսզի դա լինի։ Ոնց եմ ասում, պետք է լինեն իրական պատմություններ, կյանքից վերցրած պատմություններ։ Դրա համար պետք չի նստել մտածել։ Ձեզանից յուրաքանչյուրը, ես էլ ձեզ հետ, մենք ամեն օր ունենում ենք ինչ-որ մի պատմություն։ Մենք ուղղակի դա կարող ենք սարքել 90 վայրկյանանոց ռիլ ու դա սկսել տարածել։ Դու հավատացնում եմ ձեզ, որ երբ մարդը տեսնի, որ իր խնդիրը մենակ իրանը չի, որ այդ վախերը, որ այդ ընտրության հնարավորությունը, սխալվելու տարբերակը մենակ իրեն չի հասու, դա նորմալ երևույթ է, մարդը ավելի ազնիվ է գտնվում, ավելի բաց է գտնվում արտաքին աշխարհի հանդեպ։ Գրավիչ թեմաների տարբերակներ կարամ ասեմ, օրինակ առողջության հետ կապված հարցերը միշտ արդիական է։ Օրինակ կարամ բերեմ իմ լիքսինի վիդեոյի վրա, երբ դուք խմում եք ու հստակ ցույց եք տալի, թե տվյալ ապրանքը ինչ օգուտ է բերել ձեզ ու նշում եք մի քանի կետեր։ Հիանալի աշխատում է։ Հմտությունները, երբ դուք սովորում եք օրինակ ուսուցում վարել, երբ դուք ժամանակի կառավարման մասին եք խոսում, օրինակ ժամանակի կառավարման հետ կապված եւ վստահ կարող եմ ասել, որ եթե նախկինում ինձ մոտ սա լուրջ խնդիր էր, հիմա ինձ մոտ էս պահը իդեալական ստացվում է։ Ժամանակի ճիշտ կառավարում, դե ես երբեք չեմ ասի, ես ժամանակ չունեմ։ Ու ես գիտեք, որ միշտ ասում եմ, որ պետք չի այդ արտահայտությունը կրկնել, որովհետեւ ժամանակ չունենալը ինքը այնպես չի, որ շատ լավ բան է, Աստված ոչ անի, մեզանից ինչ-որ մեկը ժամանակ չունենա։ Կարող ենք սովորացնել օրինակ փոքրիկ թեմաներ սոցհարթակներում, ինչպես աճել, օրինակն եմ ես ասում, բայց ամեն մեկը դուք ձերը կարաք խնդրեք, եթե չի հեսա պատրաստի թեմաները կան, կարող եք սկրին անել ու դրանք էլ օգտագործել։ Եվ երրորդ ուղղությունը, օրինակ ֆինանսական հաջողությունը։ Հենց մեր աշխատանքից ելնելով, օրինակ ինչպես 26 թվականին լրացուցիչ աշխատանքի միջոցով ունենալ եկամուտ կամ փոքր քայլերով ֆինանսական անկախություն ինչպես ձեռք բերել։ Սրանք թեմաներ են, որոնք դեռ ակտուալ են, դեռ նայվում են, օգտվեք առիթից, քանի որ 2026 թվականն էլ կրում է մեկի էներգիան, դուք պատկերացրեք մարդիկ, ովքեր որ երբեք սոցհարթակներով ոչինչ չեն արել կամ թիմ չեն զարգացրել մեր բիզնեսում, որոշում են, որ պետքա իրենք այդ գործողությունը անեն։ Ու անցած վեբինարի ժամանակ իմ խորհուրդները վերցնելով իրենց
տեսակին համապատասխան եզրահանգումներով իրենք նոր բան են սկսում։ Դուք պատկերացնում եք ոնց է դա ձեզ մոտ հաջողելու։ Իհարկե այն մարդկանց մոտ, ովքեր որ դա կվերցնեն կանեն, բայց եթե դուք չունեցաք գրաֆիկ, ինչ ուզում եք արեք, առանց գրաֆիկի, առանց ժամանակի ճիշտ կառավարման ոչ մի բան չի ստացվելու։ Դա նույնն է, ոնց որ դուք դնեք ճաշը եփելու ու այն դեպքում, երբ ճաշը 15 րոպեում կարա եփվի, դուք գաք դա 5 րոպեից անջատեք կամ գնաք ու 2 ժամ հետո գաք անջատեք։ Բնականաբար ոչ շուտն է ինչ-որ բան տալու ձեզ, ոչ էլ ուշ անջատած ինչ-որ բան տալու ձեզ։ Նույնը նաև վերաբերվում է այստեղ։ Եթե դուք ունեցաք հստակ ժամային գրաֆիկ, 2-ից 3 ժամ, հստակ գործողություններով, 3-4 գործողություն, որն ուղղված է ձեր աշխատանքին, դուք 6 ամիս հետո դուք արդյունքը տեսնում եք։ Եթե անեք մոտավորապես էլ արդյունքը գալիս է։ Հիմա ընդհանուր խորհուրդներ կարամ ասեմ, ինչ անեք։ Ընդհանրապես թորիներում խորհուրդ է տրվում խոսել 5 ուղղության մասին։ Ես կարող եմ հիմա բերել օրինակը այսպես։ Ենթադրենք դուք ունեք տանը կենդանիներ, կենդանիների մասին կարաք խոսեք։ Մշակում եք բույսեր, բույսերի մասին կարող եք խոսել։ Մարդիկ կան, որ չեն ուզում իրենց ընտանիքի անդամները Երևան իրենց սոցարտակներում, դա նորմալ է, իմ էջում վաղուց այլևս ոչ մեկ ինձանից բացի չի երևում։ Դա նորմալ է։ Մենք ենք ընտրում ինչ ցույց տանք, ինչ ցույց չտանք։ Բայց գոյություն ունի, եթե դուք 5 ուղղություն ընտրեք, ձեզ համար հեշտ է լինելու։ Ասենք կենդանիներին, ծաղիկներին, հոբին ձեր, ֆաբերլիկը, սպորտը, ձեր հյուր գնալը, ձեր ճաշ եփելը, տունը հավաքելու ձեր լայֆխակները։ Երեխեք, մեկը կա, որ շատ համով սիրուն էսթետիկ տորտ կարա թխի, դա շատ ուժեղ աղբատ կարա բերի։ Այն մյուսը կարա ուղղակի ասի, որ ինքը սիրում է այսպիսի բաներ ու խոսի իր ներքին գեղեցկության մասին։ Դա նորմալ է ու դրա շնորհիվ էլ կլինեն աղբատները։ Ուղղակի այն թեման ինչ որ ընտրում եք, ինքը պետք է լինի ստեղծող։ Ամենակարևորը չպետք է անդադ ասեք, եկեք, արեք, գրանցվեք, համեցեք, այս բաները պետքա չլինի ուղղակի։ Թեմաներն էլ պետքա հնարավորինս լինեն կարճ եւ կոնկրետ։ Իսկ ավելի էֆեկտիվ լինելու համար ես ձեզ խորհուրդ կտամ միացնեք 3 ուղղություն՝ առողջություն, հմտություն ու ֆինանսներ։ Այսօր փառք Աստծո մեր բادرին շնորհիվ ցանկացածդ կարաք կազմեք բիզնես, որովհետեւ իդեպ նշեմ, որ այսօր նաեւ ցուցադրությունն է եղել Իսակովի վրա, մոռացա անունը ինչ էր։ Այդտեղ ցուցադրությունն է եղել Ֆաբերլիկի բادرի ու շատ շատերը արձագանքել են, որ իրենք անգամ տեղյակ չեն, որ Ֆաբերլիկում կա բادر, որտեղ մտածում են, որ Ֆաբերլիկը մեր կոսմետիկական ընկերությունն է։ Բայց 12 թվականից մենք ունենք այս սննդային հավելումները։ Ու այս սննդային հավելումներն ովքեր օգտագործում են, վստահ ձեզ ասում եմ, իրենք չկա այդպիսի մեկը, ով դժգոհ լինի, ով չզգա փոփոխությունը իր օրգանիզմի վրա։ Հետևաբար օգտագործելով առողջություն, հմտություն ու ֆինանսները 3-ը մեկ տեղում, դուք կարող եք հանգիստ կոնտենտ վարել եւ հանգիստ կարող եք դրա շուրջը բիզնես կառուցել։ Հիմա խոսենք սխալներից, ինչն է, որ կարա ձանձրացնի։ Տեսեք, ես նշեցի, չէ, երբ որ անդադ ասվում է, եկեք, ես լավն եմ, գրանցեմ, արի ես քեզ գրանցեմ, արի ինձանից առ։ Այս վիճակները մարդկանց նյարդայնացնում է։ Մարդկանց նյարդայնացնում է, երբ գնում ենք այսպիսի հայտարարությունը, որ պահանջվում են աշխատակիցներ մեր աշխատանքում աշխատակիցներ չեն պահանջվում, երեխեք ջան։ Այստեղ ոչ ես եմ ձեր շեֆը, ոչ էլ դուք եք իմ աշխատողները։ Սա ցանցային բիզնես է, որտեղ գործիքներ եք կիրառելու, մեզանից յուրաքանչյուրը ստանում է իր աշխատանքին համապատասխան եկամուտ։ Այդքան մի բան։ Ինչ որ մեկի տնօրենը չի, ենթական չի, հետևաբար երբ որ մենք ասում ենք պահանջվում են աշխատակիցներ, պետք է եսի, սա արդեն խոսում է նրա մասին, որ դու մարդուն տանում ես ոչ թե ազատ գրաֆիկով ինչ-որ միտեղ, այլ ստիպելով ինչ-որ մի նոր աշխատատեղ։ Ու շատ վատ է, երբ որ միանգամից ներգրավում է շատ տվյալներ։ Դա էլ պետք չի։ Հնարավորինս փորձեք ձեր մտքերը ձևակերպել կարճ։ Թողեք այնտեղ միացած հետաքրքրություն էլի ամեն դեպքում։ Եվ հետո շատ եմ տեսնում, որ կարան 4 կոպիտ ձևով sense պատասխանեն, նույնիսկ մեկնաբանությունների դաշտում, գիտեք, այն մեկնաբանություն գրողը, ինչքան էլ որ փորձի ձեզ հունից հանել, դուք միշտ եղեք ձեր բարձունքում ու պետք չի կոպիտ տոնով խոսել, այլ
Գիտեք, ինքը իր ձևով է իրան ներկայացնում, դուք մնացեք ձեր տեսակին հավատարիմ։ Ու պարտադիր մարդու ռիթմի հետ պետքա հարմարվեք։ Եթե այդ մարդը նույնց եմ ասում, հարմար չի ձայնայինով, պետք է ձայնային չլինի, հարմար չի զանգով, պետքա զանգով չլինի։ Մենք պետքա ուղղակի կարողանանք ստեղծել արժեք, ստեղծենք հետաքրքրություն, որպեսզի մարդը ինքնուրույն մոտենա մեզ, անում ենք փոքր քայլեր, որ հետո դրանք դառնան հետևողական քայլեր, որտեղ ձեզ այն շատերը հենց այդպես էլ եկել են ինձ մոտ, մանավանդ իմ առաջին գծի աղջիկները։ Հիմա ձեզ ասում եմ կոնկրետ գործիքներ եւ մեթոդներ, որոնք կիրառելով կունենաք արդյունք։ Ինչ անեք, որպեսզի մեծանա ձեր դիտումները, հացրեք լսարանին, որ թեման է ավելի արդիական իրանց համար կամ հետաքրքիր։ Առողջություն թե ֆինանսներ։ Հաջորդ օրը տրամադրեք այդ թեմային խոսելու։ Ունեցեք պատրաստի փոքրիկ կոնկրետ շաբլոններ։ Նոր հետևորդների կարող եք ուղարկել դրանք։ Տեսեք, կարող եք կազմակերպել մինի մարտահրավերներ, օրինակ 3-ից 5 օրվա համար չելենջներ, որոնք որ շատ լավ էլի աշխատում են։ Նույն մեր մարաթոնը, բայց կարաք դա անեք, ասենք 3-ից 5 օրվա համար, կամ սթորիներում նշեք ձեր ընկերներին, ասեք, եթե իրանք ինչ-որ մի բան ձեռք բերեն ու նշեն ձեզ, էլի կմասնակցեն խաղարկության, որը որ կբարձրացնի ակտիվությունը, ինչքան ձեր էջը այլոք նշեն, բնականաբար, եթե նոր մարդ է, նոր եք եկել, ձեր դեպքում դա շատ մեծ արդյունք է ցույց տալու։ Շատ նկարեք ռիլեր 15-ից 30 վայրկյանոց կարճ, պարզ խորհուրդներով, շատ պարզ, մինչև լսարանը ձեզ կսովորի ու կսկսի ձեզ լսել։ Եվ ստեղծեք փոքրիկ թիմային չաթ ձեզ համար, թեկուզ եթե այնտեղ դուք ունեք 3 նորեկներ, հավատացեք 3 հոգու հետ աշխատելն էլ է ինքը իր հաճույքը տալու, որտեղ այդ 3-ը հետո դառնալու է 30, հետո դառնալու է 300, եղեք ոսկե կանոնը այս ամեն ինչի մեջ, օրական 100 մարդ պետք է իմանա ձեր մասին, որ դուք զբաղվում եք ցանցային բիզնեսով։ Այդ դեպքում արդեն դուք ունենում եք արդյունքներ, տեսանելի արդյունքներ։ Ուրեմն այսպես, ինչ ենք մենք անում, սթորի եւ ռիլեր, ստեղծում ենք արժեք, ներգրավում ենք մարդկանց, առաջացնում ենք հետաքրքրություններ։ Ինչպես ցուցադրենք, որ միայն վաճառք չլինի, պետք է շեշտը դնել արդյունքի վրա։ Փոքր հաղթանակները դրանք եւս հաղթանակներ են։ Ինչպես եմ ես անում, դուք նկատած կլինեք, ապրանք ստանալուց նկարում տեղադրում եմ, հետո այդ unboxing-ի պահը նորից նկարում տեղադրում եմ։ Ես երբեք չեմ գնում պատվիրեք ինձանից եւ այլն, բայց միշտ լինում են մարդիկ, ովքեր հարցնում են այս կամ այն ապրանքի մասին, բայց ես չեմ պարտադրում իմ կարծիքը նրանց եւ չեմ ստիպում, որ նրանք վերցնեն։ Եվ ինչ անել, որպեսզի մարդը, ով որ գրանցվել է առաջին շաբաթում չկորի, կատարում ենք պարտադիր մինի չելենջները պարզ գործողություններով 3-ից 5 օրվա տարբերակով։ Ռիթմի մեջ, երբ մարդը մտնում է, արդեն հեշտ է լինում իրան, արդեն հետաքրքիր է լինում իրան։ Ու ընկերներ, եթե դուք ուզում եք, որ դուք ունենաք արդյունք, եւ եթե դուք ուզում եք, որ 2026-ի ավարտին դուք գոնե լինեք տնօրենի կարգավիճակում, դուք ձեր առջև պետք է դնեք նպատակ, շաբաթական 2-ից 3 նոր մարդ ունենալ։ Պատկերացրեք, եթե դուք շաբաթը մեկ անգամ ուսուցում կազմակերպեք 3 նոր մարդու ներկայացնեք բիզնեսը։ 3-ը հաջորդ շաբաթ դառնալու է 9։ Ու այսպես շարունակաբար դուք ունենալու եք նոր մարդիկ, նոր անընդհատ եկող մարդիկ ու բնականաբար թիմը մեծանալու է, բայց եթե ոչ մի բան չարվի, դուք ամաչեք, հաշվեք, նեղվեք, կաշկանդվեք, գործը առաջ չի գնալու։ Ու մի բան էլ ձեզ ասեմ, երեխեք ջան, մարդիկ ձեր մասին մտածում են այնքան, ինչքանով որ դուք եք մտածում։ Էլ եմ կրկնում, ես չեմ պատկերացնում մեր օրերում, ինչ որ մեկը իր դադու ցավը թողնի, նստի մտածի ուրիշ մեկի մասին։ Եթե անգամ մտածում է կամ խոսում է, այս կողմից էլ հա դիտարկենք այդ հարցին։ Դա ձեր խնդիրը չի, դա նրա խնդիրն է։ Եթե դուք ունեք նպատակ դուրս գալ ամսական 500,000 դրամ եկամտի, ուրեմն դուք պետք է պատրաստ լինեք դրան, որ դուք շաբաթական 2-3 նոր մարդ պետք է ունենաք թիմում։ Մենք այս դեպքում միայն հստակ գրաֆիկի դեպքում, հստակ թվերով աշխատելու դեպքում մարդը ունենում է արդյունք։ Մենք ստանում ենք դիեզերքից այն, ինչը որ ուզում ենք։ Ու եթե մենք ուզում ենք սենց իմիջայլոց ինչ-որ բաներ, մենք հենց այդ իմիջայլոց տարբերակով էլ ստանում ենք։ Բայց եթե մենք շեշտադրված անում ենք սթորին, ռիլը, որ պետք է այս ռիլը ինձ բերի այսքան հետևորդ, հավատացեք դա այդպես էլ լինում է։ Մի ամաչեք, մի քաշվեք, ոչ մեկ չի ծնվել այնպես, որ
ճարտար խոսում է, ոչ մեկ չի ծնվել հիանալի ձայնային տվյալներով, էնտուզիազմով, ամենևին, այս ամեն ինչը ժամանակի խնդիր է, եթե դուք հիմա սկսեք աշխատել, դուք 1 ամիս հետո դուք փետրվարին ձեր վրա փոփոխությունը զգալու եք, մայիսին դուք դառնալու եք ձեր գործի վարպետը, իսկ դեկտեմբերին դուք արդեն հասկանալու եք, որ ձեր նման ոչ մեկ չկա, հասեք նրան, որ կամերայից չվախենաք, հասեք նրան, որ մեր օրերում չնեղվեք նրանից, որ դուք պետք է երևաք, որովհետև եթե նախկինում ես մտածում էի եւ ասում էի, որ ով ուզում է թող ինքը վարի Instagram-ը, կարող եք on-line աշխատել, ես հիմա ձեզ բարձ ասում եմ, այն մարդիկ, ովքեր որ on-line հարթակում չինքնա արտահայտվեցին, նրանք այսուհետ կորելու են, որովհետև վաղուց արդեն չեն աշխատում սառը կոնտակտի տարբերակները, պարտադիր դու պետք է կարողանաս ինքնը արտահայտվես on-line հարթակում եւ մեծամասշտաբ պրոյեկտների մեջ դու լինես, այս դեպքում արդեն հաջողության բումը քեզանից անպակաս է լինում, բայց միջև մեծ պրոյեկտներում հանդես գալը, օրինակ այնպես ինչպես որ այսօր Faberlic-ը ներկայացավ ցուցահանդեսին, տեսեք, տնօրենները, ովքեր որ ազատ էին, իրանք կարող էին գնային ու ներկայանային, չէ՞, ինչ լավ հնարավորություն է ստեղծվել դա մեզ համար Այն տնօրենները, ովքեր որ արդեն իսկ ակտիվ սոցկայքերը վարում են, դուք պատկերացնում եք ինչ բում է իրենց համար եղել, դուք պատկերացնում եք ինչ բում է, երբ որ դու կարողանում ես reel կամ story տեղադրել, որ ցուցահանդեսում քո ֆիրմայի բրենդն արդեն ներկայացված է։ Ու բլոգերները, օրինակ Իրինա Թոմասյանը խոսել է Faberlic-ից, այնտեղ էլի աղջիկային Faberlic-ի կայքում որ մտնեք, դուք կտեսնեք։ Իրենք այս պահին story-ն դեռ ակտիվ է ու խոսում են։ Դուք կտեսնեք ինչքան լավ է, երբ որ մարդը խոսում եմ, ասում եմ, բայ ես չգիտեի, որ այսպիսի պրոդուկտ կա, իսկ դաշտ կա, աշխատելու տեղ կա, ես ձեզ լայվ խակ ասեմ, վերցրեք օգտագործեք, վերցրեք վիտամինները, հավելումները, խոսեք իրանց օգտակար հատկությունների մասին, սիրուն էջ վարեք, մենակ դրա մասին, տեսեք ինչ արդյունք եք դուք տալիս, առողջության օրը մենք ունեինք այնտեղ աղջիկ, ով ամբողջ իր խումբը կառուցել է սննդային հավելումներով, միայն սննդային հավելումներով, ու ինքը իր ստրուկտուրայում, ինքը տնօրեն է, ով անում է 3000 բալ, որից 25-ը VIP են, այսինքն 2500 բալ անում են VIP-երը։ Ինչի, որովհետև VIP-ով օգտվելը ձեռնտու է։ VIP-ը տալիս է 70%-ներ, VIP-ը տալիս է մեծ առավելություններ, նոր կատալոգից գնելու հնարավորություններ։ Դուք կարողանում եք մեկ քայլ առաջ լինել մնացածից, եթե դուք կարգավիճակով VIP եք։ Հետևաբար, եթե դուք շեշտը դրեցիք այս կետի վրա, իմացեք, որ տարին ձեզ համար հաջող է լինելու։ Մտածեք իմ այսօրվա ասածների մասին, ընկերներ, վերլուծեք, եթե կունենաք հարցեր, եթե օգնելու ինչ-որ բան կլինի, եթե կուզենաք ժամանակի կառավարումով, եթե կուզենաք կոնտենտ պլան մշակելով, ես պատրաստ եմ, բայց վայ նրան, ում համար ժամանակ ծախսեցինք, մշակեցինք, կոնտենտը գրեցինք, ու նա չարեց։ Բա այսպես էլ է լինում։ Հիմա եթե ունեք հարցեր, գրեք ձեր հարցերը, ձեր հարցերին են պատասխանեմ, ինչպես խոստացել եմ, ես իմ ասած ժամանակի մեջ տեղավորվում եմ, որովհետև հասկանում եմ, որ երեկոյան ժամ է եւ դուք էլ ձեր ընտանիքի հետ պետք է անցկացնեք։ Կանե ջան, մենք կազմելու ենք երազանքների քարտեզ, դու ես քո ուզածը կարող ես ընդգրկել այնտեղ, որովհետև մենք ունեցանք զրույց ու դու համոզվեցիր, որ երազանքների քարտեզը իրականանում է, դեռ քոնն էլ է իրականացել, իմն էլ է իրականացել։ Հաջորդ ուսուցման տվյալները ես կգրեմ անպայման չաթում, միայն մեր վերջին ուսուցումը լինելու է Zoom հարթակով ու պարտադիր ձեր առջև պետք է լինեն թղթեր։ Այո, այն ինչ որ գրված է, դա աշխատում է, ինչը գրեցիք, դա կատարվում է, օդում ասված բառերը 0 են, ես ձեզ մի խորհուրդ տամ, այսօրվա թեմայի հետ կապ չունի, բայց սրանով եզրափակենք, պահեք շնորհակալության օրագիր և ամեն առավոտ գրեք 10 բան, որի համար դուք շնորհակալ եք, ներկա ժամանակով, ու կապ չունի դուք դա ունեք, թե չէ, 3 հարկանի տուն, շքեղ մեքենա, ճամփորդություններ, շատ փող, չգիտեմ, այնտեղ վայելք կլինի, ընկերական շրջապատ կլինի, ծանոթություն կլինի, 10 բան, այն ինչ որ դուք ունեք, դրա մեջ ընդգրկեք նաև այն ինչը որ չունեք, բայց դուք դրա համար շնորհակալ եք ներկա ժամանակով։ Ձեր շնորհակալության օրագրի արդյունքները ձեզ երկար սպասեցնել չեն տա։
փաստում ենք ես ու Կարինին։ Մնացածի հետ չեմ խոսել, դրա համար ձեր անունը չեմ տալ, ընկերներ, Կարինեի հետ եմ այս թեմայով խոսել, ու այն որ 100%-ով արդեն գիտենք, որ ինքը աշխատող տարբերակ է։ Շնորհակալ եմ շատ, լավ եղեք, առողջ եղեք, ձեր ընտանիքի գլխից անպակաս եղեք։ Ձայնագրվել է այսօրվա մեր ուսուցումը, խումբ կուղարկեմ, ուղարկեք ձեր աղջիկներին, թող իրանք էլ տեսնեն։ Պաչիկներ եմ անում բոլորիդ, լավ եղեք, պակա-պակա։